թույլ տվեք ընթերցել այսօր հրապարակված Գագիկ Ծառուկյանի ուղերձը բանտից։ Եվ այսպես, Գագիկ Ծառուկյան, մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում, սկսում է մտածել իր կյանքում առաջ չարածի մասին։ Հիմա ես, օգտագործելով ազատ ժամանակը, մտածում եմ ինչ եմ արել, ինչ կարող էի անել, ինչ չեմ արել։ Ու մտքերը ինձ վստահություն ու լավատեսություն են տալիս։ Ամբողջ կյանքումս կառուցել եմ, Հայաստանում եմ կառուցել, չեմ խլել, աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, կառուցել եմ կամ վերակառուցել եմ, կամ կիսաավեր վիճակում գտնվող հիմնարկները շենացնել։ Հայաստանում կառուցել եմ գործարաններ, հյուրանոցներ, շենքեր, մարզասրահներ, ճանապարհներ, օլիմպիական համալիր, կրթական օջախներ, հիմա էլ Քրիստոսի արձանը, որը աշխարհում նմանը չունենալու։ Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը եւ կառուցելը նույնականացել են։ Եվ ամենակարևորը, ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ, շարունակելու եմ կառուցելու եմ հենց Հայաստանում, ինչու եմ սա շեշտում։ Լսում էի հարևան երկրի պաշտոնյաների խոսքերը Հայաստանի մասին, նոր պահանջներ, նոր սպառնալիքներ, ու առաջին միտքը, որ ծագում է մոտս, Հայաստանը կառուցվելու է, Հայաստանում կառուցելու եմ, Աստված որքան տա կառուցելու եմ, հետո կկառուցեն իմ որդիները, թոռները, 200 տարի էլ անցնի, Հայաստանում մի լավ բան է կառուցվելու, կլինի եկեղեցի, կլինի գործարան, թե դպրոց, պատին փորագրվելու է, կառուցել է Ծառուկյանը, սա ճակատագիր է։ Ամիսներ առաջ արդ երկրում մի հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչը ինձ պաշտոնապես առաջարկեց Հայաստանում հիմնել իրենց այդ կառույցի, այդ բուհի մասնաճյուղը։ Բոլորը զարմանքից շշմել էին։ Մեր տարածաշրջանի երկրներից նման առաջարկ ոչ մեկ չի ստացել։ Հանդիպմանը ներկա իմ գործընկերոջը լիազորեցի, սկսել բանակցությունները եւ աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա նույն կերպ ասում եմ, ժողովուրդ ջան, Ծառուկյանի խոսքերն է։ Հիմա նույն կերպ ասում եմ, կանք չառնեք, Եվ այդ նախագծում մեկ լումա ես Ծառուկյանս չունեմ, բայց Հայաստանը ունենալու է առելի մեծ օգուտ, շարունակեք աշխատանքը մեր երկրի համար, Հայաստանը կառուցելով է շենանալու, Գագիկ Ծառուկյան, ազատություն!